Հայտնենք Տիկին Անդրեասյանի եւ հիշեցման եւ նվերի համար։ Շնորհակալություն։ Անցնենք զեկուցվող հարցերին, օրակարգի 22-րդ հարցը, Տիկին Սիրականյան, համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո փոխվարչապետ, կառավարության հարգելի անդամներ, քննարկման է ներկայացվում ներդրումների մասին նոր օրենքի նախագիծը։ Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր, ինչպես տեղացի ներդրողների, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նշեմ, որ ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների եւ ներդրումների վրա, այլ նաեւ տեղացի ներդրողների եւ ներդրումների վրա, մինչդեռ գիտենք, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածվում են միայն օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա։ Այսպիսով նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը իր երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա ներդրողները ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ եւ առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Սա նշանակում է, որ մի երկրի այլ օտար պետության ներդրողը Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը Հայաստանի Հանրապետությունում առկա է, այլ օտարերկրյա ներդրողի նկատմամբ։ Այստեղ բացառություն ունենք, բացառությունը տարածվում է, նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի եւ միջազգային պայմանագրերով կարգավորվող այլ դեպքերի համար։ Նախագիծը սահմանում է իրավական եւ ֆիզիկական պաշտպանվածության երաշխիքը, ներդրումների իրավական դաշտի թափանցիկությունը եւ կայունությունը, սահմանում է այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքը, վեճերի լուծման մեխանիզմը, արդարադատության մատչելիությունը եւ այլն։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նախագծում նշված շատ կարգավորումներ արդեն առկա են այլ իրավական ակտերում, այդուհանդերձ նախագծի նպատակներից մեկն է նաև միավորել ներդրումների եւ ներդրողների հետ կապված երաշխիքների կարգավորումները տարբեր իրավական ակտերում, որոնք առկա են տարբեր իրավական ակտերում եւ օրենքներում մեկ նախագծի մեջ, այդպիսով ապահովելով ավելի պարզ, թափանցիկ եւ կայուն կանխատեսելի ներդրումային միջավայր։ Ընդ որում օրենքով սահմանված այս երաշխիքներից օգտվող ներդրումները շարունակելու են պաշտպանված մնալ տվյալ երաշխիքներով, օրենքով սահմանված երաշխիքների ծավալուն փոփոխություններից կամ դրանց վերացումից հետո 5 տարվա ընթացքում։ Նշեմ նաև, որ համանման կարգավորում առկա է նաև գործող օրենքում, ինչը կարծում են կարևոր է ներդրումների հետ կապված երաշխիքի ապահովման տեսանկյունից։ Կարծում ենք, որ նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր ժամանակակից միջազգային ստանդարտներին հաշվառմամբ, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը բարձրացնելու միջազգային իրավական վարկանիշը, մրցունակությունը, ներդրումային գրավչությունը եւ կխթանի ներառական եւ կայուն տնտեսական աճ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, բայց ես ճիշտ եմ չի հասկանում, որ մենք նախագիծ կազմելիս այդ աշխատանքների ընթացքում նաև դուրս ենք բերել այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ցանկ, անհրաժեշտ փոփոխությունների, որոնք նույնպես մոտ ժամանակներում կդնենք շրջանառության մեջ, որպեսզի պաշտպանությունը ել ավելի հստակեցվի, պաշտպանության մեխանիզմները ներդրումների։ Այո, պարոն փոխվարչապետ, իրականում կային տարբեր մտքեր եւ կարգավորումներ, որոնք իրավական առումով հնարավոր չէր մեկտեղել այս նախագծի մեջ, եւ դրանով պայմանավորված նաեւ նախագծի հիմնավորման մեջ ներկայացրել ենք տարբեր բլոկներով որոշակի խնդիրներ, որոնք եւ նաեւ դրանց վերաբերելի կամ դրանց կարգավորումներն ապահովող իրավական ակտերի ցանկ, որոնց վերանայման անհրաժեշտություն բնականաբար կարծում ենք, որ կունենանք եւ նախագծի
ազգային ժողովի կողմից ընդունումից հետո անմիջապես կձեռնարկենք այդ բոլոր քննարկումները նախ կառավարության էկոնոմիկայի նախարարության ներսում, ապա իհարկե կառավարության քննարկմանը եւս կներկայացնենք։ Շատ լավ։ Իսկ ազգային ժողովի մեր գործընկերների հետ նախագիծը քննարկել եք։ Այո, պարոն փոխվարչապետ, նախագիծը համաձայնեցված է։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է, կարծում եմ, ինչ կարծիքներ, առաջարկություններ կան, հարցեր չկան։ Առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ, դեմ չկա, որոշումն ընդունվեց։